եկաք տաղավար, մի քանի թեմաների եք ուզում անդրադառնալ, մասնավորապես ըստ նախընտրական քարոզարշավի շրջանակում, ես ուզեմ նաև անդրադառնալ այդ հայկավարակ բառապաշարին, որով հանդես է գալիս Նիկոլ Փաշինյանը, նաև ինչ-որտեղ սպառնալիքներին ու հաստատում, որ սպառնում եմ, սատկացնելու եմ, կզացնելու եմ և այսպիսի մտքեր, համեցեք։ Շնորհակալ եմ, շատ լավ։ Ես կուզենայի անդրադառնալ օրվա խորհրդին, չնայած բոլոր տոները մեզ համար արդեն կարծես թե չեզոքացնում է, իշխող կուսակցությունը։ Մայիսին մենք եռատոն ունենք, որի մասին ընդհանրապես կարծես թե չի լսվում, չի էլ խոսվում, մոռացության մատնվել, սակայն այսօր, քանի որ հանրապետության օրն է եւ հրապարակում զորահանդես է, թե զենք զինամթերքի ցուցադրություն է, ես կուզենայի ասել, որ շատ տխուր է այս իրավիճակը, կասեի նաև բարոյազուրկ, քանի որ Փակվի բանդերում դերևս մենք ունենք սպաներ, զինվորներ գերության մեջ, հետևաբար այս տոնակատարությամբ չի, որ պետք է ինչ-որ բանակի ոգին բարձրանա, ոչ թե շքեշտով կամ ինչ-որ զենք զինամթերքի ցուցադրությամբ, այլ պարզապես ամուր պետություն պետք է կանգնի բանակի մեջքին։ Սա էր այսօրվա խորհրդի հետ կապված, ես կուզենամ նաև անդրադառնալ, չանտեսել են հանգամանքը, որ հենց սրան զուգահեռ հայոց բանակի զինանշանն է փոխվել, շատ տարօրինակ է, թե ինչն է, անհրաժեշտությունը հանդիսացել այդպես անհապաղ փոխելու զինանշանը, ինչու դուր չի եկել իշխանությանը եւ զինանշանի հետ կապված նշեմ, որ կենտրոնական մասից հանվել է շատ գեղեցիկ ձևավորմամբ խաչը, փոխարենը տրվել է ինչ-որ ութաթև նշան եւ ըստ մասնագետների կարծիքների այդ ութաթև նշանը հիմնականում արտահայտված է թուրքական, ադրբեջանական, սելջուկյան զարդանախշերում եւ ամենահատկանշականն այն է, որ ներկայացվել այս մասին, թե խաչը, որը արծիվի ձեռքին է եւ համարում են որպես թալիսման, քիչ է մնում ասեն, թե փոխարինեն թե աչքի հլունով։ Ծիծաղելի անգամ, որ խաչը կարող են համարել որպես թալիսման։ Բացի դրանից կուզենայի այս զենք զինամթերքի ցուցադրությանը զուգահեռ հիշեցնել, որ վերջերս համացանցում տարածվել էր մի շատ զավեշտի հասնող նաև շատ նողկալի տեսանյութ, որտեղ երևում էր սպառազինությունների վարչության պետի կերպարը, ով կարծես թե իր սիրելի անձնավորության հետ ինչ-որ սիրային խոստովանության մեջ էր եւ տվյալ անձը շատ անհասկանալի իրավիճակում էր, կարծես թե ինչ-որ բանի ազդեցության տակ եւ կարծում եմ նրանից թմրանյութի թեստ հանձնելու ժամանակներ եւ պարզել թե ինչպես կարող է սպառազինությունների վարչության պետը նման կերպարանքով ծառայել բանակում, զբաղեցնել այդպիսի պաշտոն եւ բնականաբար ինչ վիճակում կարող են լինել զինվորները, դրա համար էլ պարբերաբար ինքնասպան լինելու կամ ինքնասպան եղած զինվորների մասին տեղեկություններ ենք իմանում, դա էլ կարող էին ցուցադրել, թե ինչքան տղաների են հանում որպես ինքնասպան եղածներ, թե բնականաբար պարզ է, չէ, այդ պետի վարքագծից ինչ կարող է լինել բանակում։ Ինձ համար խիստ տարօրինակ էր նաև այն հանգամանքը, թե ինչու էր օրինակ այդ զինանշանի փոփոխությունը այդպես հրատապ, կարծում եմ հասկանալի է, որովհետև այստեղ առկա են ինչ-որ ոչ թե ճաշակի հարցեր կամ զինանշանի հետ կապված ինչ-որ այլ խնդիրներ, սա ունի զուտ գաղափարական բովանդակություն, կարծում եմ բոլորին հասկանալի է։ Փաշինյանը հայ հասարակությանը ըստ էության հրապարակային ձևով նվաստացնում է եւ 2020 թվականի պատերազմից հետո սկսած տարբեր ադրբեջանամետ, բարոյազուրկ, վտանգավոր հայտարարություններով է հանդես գալիս, մասնավորապես Շուշին դժբախտ եւ դժգույն քաղաք էր, այնպես չէ։ Եվ մենք կարող էինք կանխել պատերազմը, ունենալ նույն վիճակը, սակայն առանց զոհերի։ Կարծում եմ սա բոլորին հայտնի է, ցավալի տխուր հայտարարությունը։ Մենք կատաստրի թուղթ չունեինք եւ կարծում եմ սա պետության պատմության մեջ առաջին անգամն է, որ մեր երկիրը ունենալու է կատաստրի թուղթ, քանի որ մենք ապրում ենք մի վայրում, որը չունի կատաստրի թուղթ։ Սա եւս փաշինյանական խոսքերն են, հայտարարություններն են։ Անկախության հռչակագիրը դա կախվածության եւ կոնֆլիկտի հռչակագիր է, սա էլ է Փաշինյանի մտքի կոհարները։
փախածները ասում են, թե Ղարաբաղը ինքն է տվել, կամ Ղարաբաղում մինչև վերջ չեն կռվել, ճողոպրել են, փախել են։ Ստեփանակերտի եկեղեցին քանդելու հանգամանքը չեն դարձնելու միջազգային քննարկման թեմա։ Եկեղեցիները չուլանանոց են, ասում են հողեր են կորցրել, իսկ ինչով են եղել դրանք մեր հողերը։ Ղարաբաղի հարցը եթե որևէ մեկ ուզենա բացի գործ է ունենալու ինձ հետ, սա եւս հնչեցրել է նա, այստեղ ապրել նաև պետություններ, բայց ոչ չի եղել այստեղ հայկական պետություն, եւ ներկա պահին այստեղ այս պահին 90%-ով հայեր են ապրում Հայաստանում, իսկ նախկինում 90%-ով հայեր չեն ապրել։ Սա փաշինյանական հայտարարություններն են, որոնցից մի մասը ի թիվս այլնի ի կատարենացված, արդեն գործընթացները տեղի են ունեցել եւ որոշ մասն էլ հիմա ներկա պահին հնդածս կատարման process-ում են։ Միևնույն ժամանակ քարոզարշավի ընթացքում Փաշինյանը հայտնում է այն մասին, որ Հայաստանում բնակեցվելու են 300,000 ադրբեջանցիներ եւ միևնույն ժամանակ հայտնում է, թե դրանք ադրբեջանական զբոսաշրջիկներ են, հանդիպելով մարդկանց զայրույթին, մտահոգություններին եւ այլն, փորձեց ներկայացնել, թե ադրբեջանական զբոսաշրջիկներ են լինելու, ինչը խիստ ծիծաղելի է, որովհետեւ եթե մենք փորձենք համեմատել տարիներ առաջ, օրինակ 2022 թվականի, եթե չեմ սխալվում, դեկտեմբեր ամսին, կարծում եմ բոլորդ կհիշեք էկո օպերացիան, երբ ադրբեջանական իշխանամերձ շրջանների էկոակտիվիստները փակեցին Ստեփանակերտ Հայաստան կապող ճանապարհը, այսինքն Լաչինի միջանցքը, եւ շրջափակվեց Ստեփանակերտը։ Այս էլ էկոակտիվիստների այդ անմեղ չակերտներով անմեղ գործողությունների հետևանքներ։ Հիմա սրա շարունակությունը ադրբեջանական զբոսաշրջիկներն են լինելու։ Կարծում եմ ամեն բան հասկանալի է։ Բացի դրանից հետաքրքիր է այն հանգամանքը, որ պարբերաբար Փաշինյանին մոտենում են կանայք, այս քարոզարշավի ընթացքում շատ զավեշտի հասնող իրավիճակ է, սկսում են փաթաթվել, լաց լինել, աղեկտուր, աղիողորմ ձայնով։ Փաշինյանը գլուխը տունում է այս կանանց ուսերին եւ կարծես մխիթարություն գտնում եւ ինքն էլ է զարմանում, թե ինչու են լացում այս կանայք։ Չես հասկանում, ինչ կա այստեղ լաց լինելու, ինչ ազդեցության տակ են այս անձինք, ես չեմ ուզում որևէ մեկին վիրավորել, որ այսպիսի սրտաճմլիկ տեսարաններ է ցուցադրվում, ի ցույց դնելու սերը, հա, ժողովրդի կողմից դեպի Փաշինյանը։ Առավել հատկանշական են այն հանգամանքները, որ Փաշինյանին քարոզարշավի ընթացքում նախ վերջինը հայտնում է, որ ինքը քարոզարշավը անում է իր աջակիցների շրջապատում, այն անձինք, ովքեր ընդդիմադիրներ են կամ ըստ Փաշինյանի խոսքերի ուղարկվածներ են, այս անձանց նա հրամայում է, որպեսզի ոստիկանները հեռացնեն իր քարոզարշավի տարածքից, սակայն մոռանում է, որ ինքը ընդհանրապես Հայաստանի Հանրապետության վարչապետն է, անկախ նրանից ով է նրա աջակիցը, ով է ընդդիմադիր, ով բողոքներ ունի, ով միայն գալիս է փարվելու Փաշինյանին, դա բոլորովին նշանակություն չունի։ Հիմա քարոզարշավի ընթացքում հետաքրքիր գնահատականների չնայած արժանացել են, բայց եւս մեկ անգամ իմի բերենք, թե օրինակ ինչպես մետրոյում արցախցի կնոջ հետ զրուցելու ընթացքում, ինչպես նրանց անվանեց փախածներ, ինչպես փորձեց վիրավորել այս կնոջը իր տղա երեխայի ներկայությամբ, եւ ինչ գնահատական կարող ենք տալ սրան, երբ կինը ասում էր մի շարունակեք, ինձ հետ այլևս մի խոսեք, ասում էր չէ, ես պիտի շարունակեմ, հələ թող հələ մի րոպե, ես պիտի շարունակեմ ձեզ ասել։ Կամ քարոզարշավի ժամանակ իրեն մոտեցած կարծեմ Արթուր Օսիպյան տվյալներով անձը, ով հետագայում պարզվեց, որ պայքարել է Արցախում օլիգարխիայի դեմ եւ ունի իր քաղաքական հայացքները, վերջինը մոտեցավ եւ հարց ուներ վարչապետին, ով հարցի տակից չկարողանալով դուրս գալ, հարցակվեց այդ անձի վրա, պատճառաբանելով, թե այսինչ հարցեր է տալիս, որովհետև խոսքը վերաբերվում էր զոհված 5000 զոհված զինվորներին, նա այս թիվը լսելուց ընդհանրապես ում կողմից լսում է, ահավոր հասնում է կատաղության աստիճանի,
Եվ տվյալ անձի վրա հարձակվելով գոռում էր, թե դու ինչի պիտի կենթանի մնաս, այո, դու ինչու խրամատներում չես զոհվել, հələ դու պիտի բացատրություն տաս, թե ինչի չես զոհվել, այ համբալ ռադդ քաշի գնա եւ այլն, այսպիսի բառակազմությամբ, այսպիսի հիստերիկ նոպաների մեջ հայտնվելով վիրավորեց տվյալ անձին, այնուհետև այս մարդուն ձերբակալեցին, ինքը վիրավորեց, ինքը սպառնաց, սակայն ձերբակալեցին այս անձին, այնուհետև կալանավորեցին, պարզ է չէ, ընդհանուր ինչի մասին է խոսքը։ Նույն քարոզարշավի ժամանակ, մեկ այլ քարոզարշավի ընթացքում նրան մոտեցավ Ազատ գյուղում հրդեհված, անհասկանալի, կասկածելի պայմաններում, այն որ Փաշինյանը կառավարության նիստում ցուցմունք տվեց, թե մեկ կոֆեի բաժակով բռնկվեց այդ հրդեհը, մոտեցավ նրան զոհված, այրված, զինծառայող Հայկ Կիրակոսյանի մայրը եւ վերջինս շնչակտուր, աղեկտուր վիճակով նրանից արտարություն էր պահանջում, պատճառաբանեց թե գործը դատարանում է, դե բնականաբար գիտեք, որ դատարանները այսօր Փաշինյանի անձնական դատավորներն են, ոչ բոլորը իհարկե, կան նաեւ լավ դատավորներ, սակայն չպատասխանեց կնոջը, փորձելով եզրափակել, որ գործը դատարանում է։ Այնուհետև մեկ այլ քարոզարշավի ընթացքում մոտեցավ նույն կացարանում զոհված Արամ Մանուկյանի պապիկը եւ այս անձին, այս ծեր մարդուն շատ ավելի եղկելի ձևով վերաբերվեցին, փակեցին խեղճ մարդու բերանը ձեռքով, ես չգիտեմ ով էր այդ անձնավորությունը, իր կեղտոտ ձեռքով, իր անլվա ձեռքով, իր հագահիգենիկ ձեռքով փակել էր խեղճ պապիկի բերանը, քաշ տալով ձեռքերից կախնկած փոքրամարմին մարդուն հեռացնում էին այդ տարածքից, որպեսզի Նիկոլը հանկարծ չզայրանա ու բացեիփած նորից չհրապարակվեն այդ կեղտոտ գործողությունները, թե վերջո 15 ջահել ճիվան տղուն, ինչի դրեցին ու տես դաժանաբար այրեցին, ու մինչև հիմա հայտնի չի ով այրեց, ինչի այրեց, եւ ինչ շահ ուներ իշխանությունը այստեղ կոծկելու, ենթադրյալ կոծկելու տեղի ունեցած իրականությունը։ Խեղճ մարդը կոռում էր ինքը տերորիստ չի, հարցնում էին թե ուր են իրեն տանում, ասում էր չգիտեմ ուր են ինձ տանում, եւ այս իրավիճակները բարբերաբար քարոզարշավների ընթացքում կրկնվելու հետևանքով Փաշինյանը որոշել է, որպեսզի այն անձինք, ովքեր իր դեմ հարցեր ունեն, բողոքներ ունեն, թույլ չտա, որ իրեն մոտենան։ Այնուհետև մեկ այլ անգամ հիշատակի արժանի բժշկուհի Արփինե Սողոյանը, երբ մոտեցավ նույն Նիկոլ Փաշինյանին, նույն կատաղության մեջ հայտնվեց, երբ նա ասեց, որ գողացել է իր հայրենիքը Նիկոլ Փաշինյան եւ պահանջում է, որպեսզի վերադարձնի իր գողացված հայրենիքը։ Նիկոլը սրանից եւս շատ մեծ զայրույթ ապրեց, հարձակվեց այս կնոջ վրա, կինը նրան պատասխանեց, շատ պատշաճ պատասխանեց, շատ տեղը տեղին, սակայն երբ Նիկոլը տեսավ, որ չի կարողանում նույն համարժեք պատասխանը տալ, քաշքշում էր կնոջ թևերից, թե հələ հետ արի, որ ինքը բան ունի այս կնոջը ասելու։ Եվ այդ կատաղության վիճակում փորձում էր քաշքշել կնոջ թևերը։ Մի ժամանակ ես որքան հիշում եմ, կատաղության դեմ ներարկումներ կային, հիմա ես չգիտեմ դրանք կան թե չկան։ Բացի դրանից, երբ հայտնում են 5000 զինվորի մահը սպանված լինելու մասին, ասում եմ մի ասեք 5000 զինվոր, 12000 հաշմանդամներ կան, հաշմանդամ ջահել տղաներ, ասում եմ մի ասեք դա։ Իսկ կոնկրետ թիվը Նիկոլ ինչքան է։ Դուք կարող եք հրապարակել ի վերջո, որ մարզից, որ վարչական շրջանից, որ քաղաքից, քանի զոհված զինծառայողներ կան, որ ասում ես 5000 մի ասեք, այն քո ասած պլյուս մինուս 50-ը, կամ չգիտեմ 4800 քանից տենց այդ տիպի այդպիսի թիվ է, հա, շահարկվում, ի վերջո քանի երիտասարդ տղա է զոհվել։ Դու անունները հրապարակի, կոնկրետ թիվ հրապարակի, հստակ թիվ հրապարակի, հասկանանք հələ ով է զոհվել։ Կամ որ դու ասում ես Արտուր Օսիպյանին դու ինչու չես զոհվել։ Մի հատ հələ հարցներ Էրատո ջոկատ կազմակերպած անձը ծեր տան անդամներից, ծեր տղան, ծեր կինը մասնակցել են, գնացել են, ծեր կինը բարոյական աջակցություն է ցույց տվել զինվորներին, բա ինչի չեն զոհվել։ Բունկերներում իրենց համար սուրճ էին խմում, չեն զոհվել։ Դու ուզում ես, որ մարդիկ զոհվեն, դու ուզում ես, որ մարդիկ հայությունը վերանա, դու զայրացած ես կենթանի մնացածների վրա, ու հիմա անհետ կորածների մասով, եթե դու զայրացած ես, որ մարդիկ
կենթանի են մնացել, ես խորը կասկածներ ունեմ եւ իրավունք ունեմ կասկածներ ունենալու, թե օրինակ այդ անհետ կորածները, այդ գերիները կարող են ինչ-որ կերպով ինչպես որ նպաստեցին պատերազմը սանձազերծելու, այնպես էլ նպաստել են միգուցե այս անձանց գերի ընկնելու, այս անձանց անհետ կորելու, կամ միգուցե ինչ-որ դավաճանական միջամտություն։ Ես արդեն այդ հայտարարությունից հետո Նիկոլի, թե ինչի ես դու կենթանի մնացել Արթուր Օսիպյանն էր ասում, ես ողջամիտ այդ պահին իմ մեջ կասկածներ առաջացավ, թե հնարավոր են արդյոք այս գերիների կամ այդ անհետ կորածների հանգամանքների մեջ եղած լինեն ինչ-որ այո դավաճանական միջամտություններ։ Եվ ամբողջ պատկերը ներկա պահին մեր երկրում այնպիսին է, որ անհնար է պարզապես շրջանցել այս ամեն ինչը, եւ դեռ քարոզարշավ են անում, եւ դեռ ասում են մենք լավն ենք, մեզ ընտրեք, մենք հաջողությունների ենք հասել, մենք երկրի ամբողջականությունն ենք կարողացել պահպանել, ծիծաղելի անգամ։ Ուզում եմ փակել Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը, որպեսզի 300,000 ադրբեջանցիները, որ վերադառնան, լցվեն Հայաստան, ինչը նպատակ ունի երկիրը ներսից գրավելու, ցանկանում են խաղաղության պատրանքի տակ Սաֆարովներով բերել լցնել մեր երկիրը։ Հիմա Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը կարող է անհարմարություններ ստեղծել հետագայում Աստված մի արածце 300,000 ադրբեջանցիների համար եւ լսելով Գուրգեն Մարգարյանի անունը բնականաբար այն կարող է ասոցացվել մարդասպան հայ սպային 16 անգամ կացնահարած Սաֆարովի մասին։ Եվ դեռ սրան զուգահեռ ցեղասպանությունը իջիկ դարձնել, ցեղասպանությունը չեզոքացնել, սա ամենասարսափելի ապտակն է հայ ժողովրդին, որով նրանք փորձում են դուր գալ թուրքերին, ադրբեջանցիներին, նրանց սրտով շարժվել, հաջողանալ, առանց հաշվի առնելու սեփական երկրի շահերը։ Հիմա ամբողջ նպատակը Նիկոլի այն է, որ այն մի քանի հոգին, որ աչակիցներ են համարվում Նիկոլին, ընդամենը մատների վրա կարելի է հաշվել այդ անձանց, այդ մի քանի հոգով, որոնք շատ նվազթիվ են կազմում, երազանքներ ունի, որ կարող է ինքը նորից վերընտրվել։ Երազանքներ ունի, քանի որ անգամ նրան զոհված զինծառայողների ծնողներ են մոտենում, շնորհակալություն են հայտնում, ես սարսափում եմ այդ մարդկանցից ճիշտն ասած, ես չեմ ուզում որևէ մեկին վիրավորած լինել, բայց շնորհակալություն են հայտնում Նիկոլին, որ իրենց տղան զոհվել է, բայց Նիկոլը ողջ եւ առողջ, ողջագուրվում է իրենց հետ եւ իրենց ամբողջ հույսը, արևը, սիրտը, տունը, տեղը, կյանքը, երկինքն ու երկիրը Նիկոլն է։ Ես չեմ ուզում իրապես որևէ մեկին վիրավորել, բայց այստեղ շատ եմ ուզում Նիկոլի քրքից մի հատված մեջ բերել, հենց այնպես ուղղակի առանց վերաբերելիության որևէ հատկանիշների։ Նիկոլն իր քրքի մեջ այս դրվագների վերաբերյալ ունի հետևյալ ձևակերպումը։ Եվ պոռնկացին մայրերը մոռացան իրենց զավակներին, արձվածող հայրերը մոռացան իրենց զավակներին։ Սա իդեպ Նիկոլն է գրել իր քրքի մեջ։ Այդ բառերը եկան իմ աչքի առաջ, կամա թե ակամա։ Կուզենայի անդրադառնալ Արարատ Միրզոյանի արարքին։ Նախ այն որ Նիկոլը ասում է կզացնելու են բոլորին, սատկացնելու են բոլորին, 1000 միլիոնավոր անգամներ ասում է կզացնելու եմ, այդ զզվել է իր բառերով, իր լեքսիկոնով արդեն հոգնել են, մարդ չենք ուզում այլևս ուզում ենք վերջանա այս քարոզարշավ, որպեսզի կերպարանքը չտեսնենք, բառերը չլսենք։ Հուսահատության ճիչերն են ընդամենը, երկրի վարչապետն իրեն թույլ տա նման փողոցային բառապաշարով խոսի քարոզարշավի ժամանակ։ Արարատ Միրզոյանն էլ հարց են տալիս, թե ինչ կա գերիներից, հենց Գյումրիում, հա, այդ քարոզարշավի օրներ կարծեմ իրենց, ասում է, դե ծնգլ արեցիք։ Այնուհետև խայտառակ իրավիճակը փրկելու համար 3 էր առաջ օրներ ասում էր, ես նման բան չեմ լսել, որ հարցը վերաբերվել է գերիներին, ես ինչպես կարող էի գերիների հետ կապված հարցին այդպես վերաբերվել, թե բնականաբար ակնհայտ ցինիզմ էր, Եվ ուզում էի հասկանալ, թե եթե գերիներին չէր վերաբերվում, ապա Արարատ Միրզոյան, այդ ինչ խորոզլամի շեղնելով հայտնեցիր այդ մասին, որ ծնգլ արեցին։ Իդեպ դրանից հետո համացանցում բոլոր Արարատ Միրզոյանին ասում են ծնգլ արո։ Չգիտեմ ինչի, բայց այդ ծնգլ բառով սկսեցին այդպես խոսել նրա մասին ու հիմա հայտնի դարձավ որպես ծնգլ արո։ Ոչ մեկը մեղավոր չի, դա իր բառապաշարն է
դա իր խոսակցությունն է եւ ինչքան էլ փորձի հեշկեր, շատ ամոթ է որ փորձում է հեշկեր, ավելի լավ կլիներ ներողություն խնդրել, ինչպես իրենց մոտ ընդունված է, օրինակ ինչպես Ալեն Սիմոնյանն է հաճախակի ներողություն խնդրում իր արածների համար եւ նորից շարունակաբար կրկնում, Արարատ Միրզոյանն էլ լավագույնը կլիներ, որ ներողություն խնդրեր, քանց թե հեշկեր, թե ինքը գերիների համար դա չի ասել, ուղղակի հարցեր են շատ տվել։ Մի հատ տղամարդ լինի մոտենա ասի սուտը չգիտեմ ինչի տղա է Արարատ Միրզոյան, թե դու գերիների համար չես ասել, ամոթ քեզ, պարզ հարցը հնչեց, դու պարզ հարցը լսեցիր, որևէ աղմուկ էլ չկար, քո պատասխանը շատ լավ լսվեց։ Ինչքան ուզում ես հեշկի, ինչ ուզում ես ասա, մարդիկ աչքեր ունեն, ականջել ունեն։ Սա է ձեր որակը, սա է ձեր մարդկային հատկանիշները։ Այլ բան դուք չեք կարող անել, այսպիսին եք դուք, ծպտված հանցագործներ։ Ես կուզենայի մեջ բերել Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, հենց բառացի իր ասած հայտարարությունը, որը վերաբերում է, թե ինչ է նշանակում այս ընտրությունները։ Մեջ բերեմ բառացի։ Եվ ես ձեզնից մանդատ եմ ուզում, քարոզարշավի ժամանակ է ասում։ Տվեք ինձ այդ մանդատը, ես ասում եմ, բոլորը անցել են Կարմիր գծերը, Կալուգացի օլիգարխը, Ռոբերտ Քոչարյանը, N բելոռուսացին, N1-ը, պետք է նստեն բանդ։ Ինձ տվեք այդ մանդատը, նրանք պետք է 10 ամյակ անցկացնեն բանդում, եւ ես ձեզնից մանդատ եմ ուզում այդ պլանը իրագործելու համար։ Եվ ես ձեզ ասում եմ, նրանք մեղրին տվողներն են։ Ես ձեզ համար ապահովել եմ ՀՀ տարածքային ամբողջականությունը եւ մեղրին։ Սյունիքը հարատև ՀՀ անբաժանելի մաս է, սրա մասին է այս ընտրությունները։ Այո, խոստովանում է, որ ինքը այլ ծրագիր չունի, չնայած հարցի մեկ այլ տեսանկյունից հնչեցնում է, թե Հայաստանի անբաժանելի մասն է, ինչպես Արցախի համար էր ասում, Արցախը Հայաստանն է եւ վերջ, այնպես էլ հիմա Սյունիի մեղրի համար է ասում, որ նրանք են պատրաստվում Սյունին ու մեղրին տալու, սակայն ինքը պայքարում է դրա համար եւ բնականաբար այս ընտրություններն ինչ իմաստ ունեն, այս ընտրություններն ունեն այն իմաստը, որ ինքը վերընտրվի եւ հանձնի Սյունիքը եւ մեղրին։ Սա է իր ընտրությունների իրական նպատակը։ Հիմա ես ուզում եմ հասկանալ նաեւ այդ զինանշանի վրա հայտնվել էր նաեւ ՀՀՍ Նիկոլի իրական Հայաստանի ճակերտներով քարտեզը, այդ ծիծաղելի կրծոտած քարտեզը, եւ ուզում եմ հասկանալ, թե ժողովուրդ ջան, դուք այդ քարտեզի համար ինչ եք այդքան հեշտ կանգնել։ 90-ականների հացի հեշտը ոնց որ լինեն, TVP հացերը, որ տալիս էին մարդիկ իրար գլխի վրայից փախցնում էին հացերը, այդպես Նիկոլի բրոշկաներն եք փախցնում իրար գլխի վրայից, նշխար չի ժողովուրդ ջան, կշտանալի կա, ինչ չեք այդպես հեշտ կան, ինչ կա այդ քարտեզի մեջ, կարող է ինչ-որ մոգական ինչ-որ բան կա այդ քարտեզի մեջ, ինչ-որ ծածկված, ինչ-որ ծածկագիր կա, ինչ կա այդ քարտեզի մեջ, այդ եք այդպես իրար սպաներով այդ քարտեզը տանում, այդ ինչ կա այդ քարտեզի մեջ, ծիծաղելի աշխարհը նայումացես, թե դուք ինչպես եք իրար հրմշտելով ձեռքերդ երկարացրած, երևի են գազայի սովալուկ մանուկները այդպես ձեռքերը երկարացած հաց չեն փախցնում, ոնց որ դուք այդ քարտեզն եք բրոշկան եք փախցնում։ Ավարտելով այսօրվա իմ առանձնացրած թեմաները զուտ քարոզարշավին էր նվիրված, Նիկոլի արարքները իմի բերելով ես կոչ եմ անում ձեզ հարգելի հայրենակիցներ, մի վաճառեք նահատակների այրունը, նրանց այրունը սուրբ է, մեկ օրվա հարմարավետության համար մի վաճառեք նրանց այրունը, պատմությունը անողոք է եւ երբեք դավաճանությունը չի ներելու։ Դուք իմացեք, որ 16 համարի վարչապետի թեկնածուն Ալիևի վարչապետի թեկնածունը։ Եվ ես ի վերջո չգիտեմ, ես չեմ հասկանում, ինձ համար խիստ կասկածելի է Նիկոլն է ի վերջո ինչ ազգության մարդ է, բայց ես մի բան կարող եմ ասել, որ Նիկոլ, դու լավ մարդ չես, Նիկոլ, դու լավ մարդ չես։ Եվ խնդրում եմ, որպեսզի բոլորդ օգտվեք ձեր ընտրելու իրավունքից, մասնակցեք մի մարդու նման ընտրություններին, թույլ չտաք, որպեսզի ընտրությունները խափանվելու ինչ-որ կամ ցածր ցայնային ընտրության ցածր տոկոսներ ապահովվի ԿՊ-ի համար եւ հնարավորություն տաք վերընտրվելու այս հրեշավոր իշխանությանը, ազգակործյան իշխանությանը։ Միևնույն ժամանակ խնդրում եմ չտրվել սադրանքների, որովհետև շատ լավ գիտեք, որ ցանկացած ընտրության ժամանակ լույսեր կարող են հանգցնել, սադրանքներ կարող են լինել, վիճաբանություններ, քաշքշուկներ, ոստիկանական բաժինները կարող են լցվել,
Այս կարգի չի բացառվում նաև, որ այնպիսի կռիվ մեծ վիճաբանություն սադրեն, որ եսիմինչ դրություններ, արտակարգ դրություններ սկսեն սահմանել եսիմինչեր անել, գիտեք, Նիկոլից ամեն ինչ սպասելու է, ամեն ինչ։ Ինքը արդեն գիտի, որ իր վերընտրվելու շանսը 0 է։ Նիկոլ, եթե դու դպրոցականներով ես փորձում քո քարոզարշավը լրացնել մարդկային քանակով, դու վերջացած ես։ Քո վերընտրվելու շանսը 0 է։ Եվ հիշիր, ինչպես Գյումրու քաղաքապետի ընտրությունների ժամանակ ես այս նույն հարթակից հնչեցրեցի, որ Նիկոլ, քո թեկնածուն Սարիկ Մինասյանը չի ընտրվելու, այսօր էլ ասում եմ, Նիկոլ, դու չես ընտրվելու որպես երկրի վարչապետ, մոռացիր այդ մասին, մոռացիր, քանի մեր երկրում չկա արտարադատություն, քանի չկա իրավունք, արժանապատվություն, պատիվ եւ հեղինակություն եւ հայ մարդուն իջեցրել, հավասարեցրել ես հողերին, դու չես վերընտրվելու, հիշիր ես խոսքերս, դու պարտված ես, խնդրեմ, ես եմ շնորհակալ։